Մենք անդրադառնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի տված հարցերին եւ այսօր 36-րդ հարցն է։ Ես չգիտեմ դեռ ինչքան է շարունակվելու այս հարցերի շարքը։ 36-րդ հարցը շատ հայտնի նախադասություն է, որ բոլորը գիտեն, եւ այս նախադասությունը, այս հարցը ուղղված է ամենամտերիմ աշակերտներին Տեր Հիսուսի կողմից եւ այսպես է հնչում վերնագիրը, նաեւ հարցը. «Մեկ ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ»։ Մեկ ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ, որպեսզի հասկանանք ինչի մասին է խոսքը։ Եկեք, չնայած բոլորդ երևի գիտեք հատվածը, եկեք կարդանք Մատթեոս ավետարան 26-րդ գլխից 36-ից 41 հատվածը եւ անցնենք ուսումնասիրությանը, հետո հասկանանք իսկ մենք ինչ կպատասխանենք այդ հարցին։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում, եւ աշակերտներին ասաց. «Նստեք այստեղ, մինչև գնամ այնտեղ աղոթեմ»։ Եվ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդեոսի երկու որդիներին սկսեց տրտմել ու տագնապել։ Տեր Հիսուսը առանձնացրեց Պետրոսին, Հակոբոսին, Հովանեսին եւ գրվածը պատկերացնում եք Տերը, Տերերի Տերը, Թագավորների Թագավորը, որ նույն այս երեքին իր հետ վերցրել էր Հայրոսի աղջկա Հարությանը, որ այդ փառավոր բժշկությանը ականատես էին եղել կամ այլակերպության լեռան վրա, այդ հրաշալի հայտնությունները, ձայնը, որ հնչեց, մի խոսքով Քրիստոսի փառահեղ տեսքին էին ծանոթ, հիմա տեսնում էին նույն Տերը տրտմել եւ տագնապել էր, տրտմել եւ վշտացել էր մյուս թարգմանության մեջ։ 38-րդ խոսքը. «Այդ ժամանակ նրանց ասաց. հոգիս մահու չափ տրտմած է, այստեղ մնացեք եւ ինձ հետ արթուն կացեք»։ Եվ մի քիչ առաջանալով երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հայր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Ամենայն հավանականությամբ մոտ 1 ժամ Տերը աղոթել էր, որովհետև հարցը այսպես է հնչում, այդպես 1 ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ»։ 1 ժամ աղոթելուց հետո եկավ, տեսավ, որ աշակերտները քնած են։ Եվ 41-րդ խոսքը շատ կարևոր մի խոսք. «Արթուն կացեք եւ աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք, հոգին հոժար է, բայց մարմինը տկար»։ Գիտեք, մենք այստեղ տեսնում ենք Տեր Հիսուսի սրտացավությունը, Տեր Հիսուսի հոգատարությունը։ Երբ որ ինքը ասում էր. «Ինձ հետ չկարողացաք 1 ժամ էլ արթուն մնալ», ինքը ի նկատի չուներ, որ պատասխանից է երևում սա, որ աշակերտների աղոթքը իր կյանքում ինչ-որ բան պիտի փոխեր, բայց աշակերտների աղոթքը աշակերտների կյանքում ինչ-որ բան պիտի փոխեր, որովհետև ասում է. «Արթուն կացեք եւ աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»։ Ձեզ համար է աղոթքը։ Եվ հոգին հոժար է, մարմինը տկար, որպեսզի հասկանանք այս խոսքերը, պիտի հիշենք դրանից առաջ ինչ էր ասել Պետրոսը, եւ Պետրոսը 35-րդ խոսքում ասում է. «Եթե հարկ լինի քեզ հետ մեռնել, քեզ չեմ ուրանա, կմեռնեմ քո համար, բայց չեմ ուրանա»։ Եվ Տեր Հիսուսը այստեղ ասում է. «Լսի, քո հոգին իրոք գիտեմ, որ այդպես ես դու կեղծ չես, դու իրոք այդպես ես մտածում, որ այսօր պատրաստ ես քո կյանքը հանուն ինձ տալ, բայց հոգիդ հոժար է, բայց մարմինը տկար է, եւ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք։ 1 ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ, բայց աղոթքը ձեզ համար է, աղոթքը նրա համար է, որ դու փորձության մեջ չընկնես»։ Գիտենք արդեն, որ քանի որ աղոթքի մեջ տկարացել էին, ամենայն հավանականությամբ այդ զորությունը չկար եւ 3 անգամ ուրացավ, իհարկե Տերը եկավ եւ դա դեպի բարին օգտագործեց, Աստծուն սիրողների համար ամեն բաները բարին գործակից են լինում, բայց փաստը մնում է փաստ, որ Տերը զգուշացնում էր աղոթեք, որ ուժեղանաք
որ երբ որ գա փորձության ժամանակը հավատարիմ մնաք, մենք կարիք ունենք աղոթքի։ Մենք կարիք ունենք այս դասը սովորելու։ Ես մինչև հիմա, երբ որ ասում են, իսկ ինչպես է աղոթքը օգնում, անկեղծ ասած, սա մի խորհրդավոր գաղտնիք է ինձ համար, որ ես չգիտեմ, ասենք, գիտնականները ուսումնասիրում են, տեսնում են, ասենք, էլեկտրական հոսանքը ինչպես է գնում, դառնում լույս, ինչ է պետք դրա համար, որտեղից է գալիս, ուր է գնում, ինչպես է դրսևորվում, այս ամեն ինչը գիտենք, բայց աղոթքը, այս շուրթերից ու անկեղծ սրտից դուրս եկած աղոթքը, ինչպես է զորություն բերում մարդու կյանք, ինչպես է ճանապարհ բացում, որ Աստծո զորությունը գա ու դու ուրիշ մարդ դառնաս, ու դու ուրիշ օգնություն ստանաս, իր շնորհը գա քեզ նորովի զորացնի, կամ իր շնորհը գա ինչ որ իրավիճակ փոխի, ինչ որ մեկի կյանքում ում համար աղոթում ես։ Ես չգիտեմ աղոթքի գործողության մեխանիզմը։ Բայց շատ մարդիկ չգիտեն, որ լույսը վառում են, ինչպես է էլեկտրական հոսանքը գալիս, այստեղ լույս դառնում, դրանից ոչինչ չի փոխվում, որ չգիտեն, իրանք գիտեն լույսը վառելու, լույսը միացնելու կերպը, եւ սա է պետք իմանալ։ Եվ թեև չգիտենք ինչպես է աղոթքը գործում, գիտենք, որ գործում է։ Եվ Տեր Հիսուսը դրա համար էր ասում. չդադարեք աղոթելուց։ Եվ այդ աղոթքը առաջին հերթին նրա համար է, որ դուք լցվեք զորության։ Եվ զորությունը գալիս է Աստծու հետ շփումից, զորությունը գալիս է Աստծու հետ մտերմությունից, եւ աղոթքը այդ հաղորդակցությունն է Աստծու հետ, աղոթքը կապուղին է, որ բացում է երկինքը քեզ համար, բացում է ու Տիրոջ ներկայությունն է գալիս քո կյանքում։ Աստված հեռու չի, Աստված մոտ է։ Այդպես մտքով մարդիկ պատկերացնում են, ես էլ ասեցի երկինքը բացում է, բայց դա թևավոր խոսք է, որ նշանակում է Աստծո ներկայությունը քո կողքին է լինում։ Աստված երկնքից չի հաղորդակցում, հակառակը ասում է, ես իմ պատվիրանները պահողի ներսում եմ բնակվում։ Անգամ այստեղ է ինքը ներսում է։ Կողքից չի, քո ներսում է։ Ինքը կարա ներսից խոսա քո հետ, զորացնի, բայց շատ կարևոր է, որպեսզի մենք այսպես չընկնենք սովորական հունի մեջ։ Ես իմ կիրակի օրվա պատգամի թեման ստացա քիչ առաջ։ Կիրակի օրը կիմանաք ինչի մասին եմ քարոզելու, բայց շատ վտանգավոր է, որ դուք ընկնում եք սովորականի հունի մեջ եւ դուք կորցնում եք Աստծո հետ անձնական մտերմությունը։ Աղոթքն է դառնում սովորական, ոնց որ մենք հաց ուտելուց առաջ ենք աղոթում, հաց ես ուտում, պիտի աղոթես։ Եկեղեցի գալն է դառնում սովորական, անգամ քարոզ լսելն է դառնում սովորական, որովհետև եկել ես քարոզ լսելու լսեցիր, հա, լավ էր, փառք Աստծուն, գնացինք։ Այդ հանդիպումը չկա, երբ որ հանդիպումը չկա, կյանքդ չի փոխվի։ Գիտելիքդ կավելանա, խնդիր չի։ Գիտեք, գիտելիքը իմ մոտ գրել եմ, գիտելիքը լուսավորում է ճանապարհը։ Դու գիտես որ ուղղությամբ գնաս, բայց զորությունը քեզ ուժ է տալիս այդ ճանապարհով գնալու համար։ Դրա համար եւ խոսքով, եւ հոգով։ Եթե մենք միայն հոգով գնանք, Աստվածաշունչը դնենք մի կողմ, մենք կմոլորվենք։ Լավ կգնանք, եռանդուն կերպով առաջ կգնանք, բայց կմոլորվենք, որովհետեւ խոսքն է լուսավորում ճանապարհը։ Եթե մենք միայն խոսք ունենանք եւ հոգու զորությունը չունենանք, մենք կհոգնենք հավատքի կյանքից, որովհետեւ խոսքը լուսավորում է ճանապարհը, բայց ոտքերը չեն գնում այդ ուղղությամբ, մարմինը չի ուզում։ Ոնց էին աշակերտները, աչքերը ծանրացել էր։ Եվ Տեր Հիսուսը ասում է, մեկ ժամ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։ Իհարկե, այստեղ կա հանդիմանություն, բայց չկա դատապարտություն, որովհետև ինքը
սիրում էր աշակերտներին եւ ինքը պատրաստում էր այդ նույն աշակերտները, երբ որ հոգով զորացան, ամենազորավոր վկաները դարձան եւ հավատքի հերոսներ դարձան։ Նույն պատմությունը Ղուկասի ավետարանում, Ղուկաս 22-ի 39-ից 46 հատվածում ագրված Հիսուսը ելավ իր սովորության համաձայն Ձիթենյաց լեռը գնաց, աշակերտները հետևեցին նրան, երբ այնտեղ հասավ, նրանց ասաց. «Աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»։ Ինքը նրանցից մի քարընկեցի չափ, այսինքն ձեռքով քարը ինչքան կարող է շպրտել, այդքան առաջ գնաց, ծունկի իջած աղոթում էր եւ ասում. «Հայր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձնից, սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։ Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց եւ զորացնում էր նրան։ Աստված իր որդուն զորացնում էր։ Եվ նա սաստիկ տագնապի մեջ լինելով ավելի եռանդուն էր աղոթում։ Սաստիկ տագնապի մեջ ավելի եռանդուն էր աղոթում։ Այստեղ մի հետաքրքիր բան կա, հիմա կարդամ Դերսաչի։ Նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների պես եւ թափվեց գետնին, աղոթքից վեր կենալով եկավ իր աշակերտների մոտ եւ տրտմությունից քնած գտավ նրանց։ Տեսեք, տրտմությունից քնած։ Իրենք էլ էին տրտմել եւ տրտմությունից քնել էին։ Տիրոջը այդ տրտմությունը, տագնապը մղում էր ավելի եռանդուն աղոթելու, իսկ աշակերտներին տրտմությունը մղում էր քնելու։ Աշակերտները դեռ պիտի աճեին հավատքի կյանքում եւ մենք այստեղ դաս ունենք սովորելու։ Շատ հետաքրքիր է ինչպես էր Տերը աղոթում եւ ինչ էր ակնկալում, չէ՞ 1 ժամ աղոթեց գրված է։ Մոտ 1 ժամ աղոթեց, ինչ էր աղոթում, ինչ եք խոսում 1 ժամ։ 1 ժամ ինչ։ Զրույց։ Շատ հետաքրքիր է, որ Աստվածաշնչում Հովհաննեսի ավետարան 17-րդ գլխում, երևի իմ կարծիքով ամենաերկար աղոթքն է, Հովհաննու 17-րդ գլուխը անվանում են քահանայապետական աղոթքի գլուխ, եւ այստեղ Տերը խոսում է։ Եթե ուզում եք իմանալ Տեր Հիսուսը ոնց էր աղոթում, Գեթսեմանի պարտեզի աղոթքից ընդամենը մի հատված է, թող քո կամքը լինի, այս բաժակը հեռացրա ինձանից, բայց ոչ իմ կամքով, այլ քո կամքով։ Բայց Հովհաննեսի 17-րդ գլխում պարզ գրած է ինչպես էր աղոթում, զրույց էր անում։ Հայր, ժամը հասել է, փառավորիր քո որդուն, որպեսզի քո որդին էլ քեզ փառավորի, ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին, եւ այլն, խոսում էր։ Դուք կարողանում եք 1 ժամ ձեր ընկերոջ հետ զրուցել։ Ինչ 1 ժամ։ Սիրելիներ, մեզ մտերմություն է պետք, որպեսզի մենք կարողանանք Աստծու հետ զրուցենք։ Եվ պետք չի քեզ ստիպես, լավ, ինչ որ բաներ խոսաս, ինչ որ սովորած բառեր ասես, դու քո սիրտը սովորի բացել, մի ժամ մի աղոթի, քիչ բաներից սկսի։ Բայց մենք պիտի զարգացնենք մեր մեջ Աստծու հետ կիսվելու, երբ որ սիրտդ նեղված է, մի գտի մարդկանց, որ իրանց ականջին քո նեղվածությունը հասցնես, գնա Աստծու մոտ, տագնապ կա, գնա Աստծու մոտ, անհանգստություն կա, գնա Աստծու մոտ, ուրախություն կա, գնա գոհության աղոթքի, ինչ կա քո ներսում, կիսվի քո ամենամտերիմի հետ, որ մի լավ բան է տեղի ունենում, ինչ եք անում։ Զանգում եք ձեր ամենամտերիմին, ասում եք, որ մի վատ բան է տեղի ունենում, ինչ եք անում։ Էլի գտնում եք ձեր ամենամտերիմին։ Այստեղ է երևում ով է մեր ամենամտերիմը։ Եվ մենք լրջագույն ապաշխարություն պիտի անցնենք։ Լրջագույն։ Որովհետև պիտի վերանայենք Աստծու իր եկեղեցու հոգևոր ընթացքի հանդեպ մեր վերաբերմունքը։ Երբ որ այդ մտերմությունը չկա, ընկնում ենք սովորականի ճահիճը։ Մենք
անընդհատ կրկնվող պաշտամունքներից, անընդհատ կրկնվող քարոզներից հոգնում ենք։ Իսկ փորձեք եկեղեցու գալուց առաջ, ասեք Տեր, գնացեք մի հատ լավ զրուցեք։ Ասեք ես սիրում եմ քո պատվիրանը, որ ասում է մեկտեղ հավաքվելը չթողնեք։ Հիմա ես գնում եմ այդ մեկտեղ հավաքվելու տեղը։ Գնում եմ, որ դու ինձ հետ խոսես այնտեղ։ Եթե դու ես ակնկալիքով գաս, չես նայի քո հեռախոսին կամ զբաղվես մեկ ուրիշ բանով, որովհետև դու ակնկալում ես, որ Տերը խոսի, բայց քանի որ ընկել ես սովորականի ճահիճը, դու պարտականություն ես անում եկեղեցի գալով։ Դե պետք է գնանք, դե ծառայում ենք, չէ՞։ Եկեղեցի պիտի գաս իրեն հանդիպելու համար։ Բայց եթե նախորոք չես աղոթել, ինչ պիտի խոսի քեզ այդ Տերը։ Թագավորների թագավորը նստած է սեղանին, հատուկ քեզ համար է եկել, ուզում է քո հայացքը իր վրա լինի, քո հայացքը մեկ ուրիշի հետ զրույցն է, կամ հեռախոսդ, կամ մեկ ուրիշ բան մտքով, թագավորն է նստած տերերի Տերը, դու մտքով ուրիշ տեղ ես, դու քո ծրագրերն ես անում, դու քո հանդիպումներն ես մտքումդ քննարկում։ Ինչ ասես կարամ ես շեղի։ Ու մենք ուզում ենք, որ ինքը մեզ հետ խոսա։ Աղոթքի մեջ է գալիս զորությունը։ Աղոթքի մեջ է գալիս զորությունը։ Եվ աղոթքը անգիրարած խոսքերը չի։ Իր հետ զրուցելն աղոթքը։ Ամեն բան անելուց առաջ գրված է աղոթք արեք։ Եկեղեցի գալուց առաջ աղոթք արեք։ Քարոզ միացնելուց առաջ աղոթք արեք ու կտեսնեք դրա պտուղները։ Մի հանդիպման գնալուց առաջ աղոթք արեք։ Եթե քո կամքը չի, թող չստացվի։ Եթե քո կամքն է, թող խոչընդոտները քանդվեն Տեր, զրուցեք իր հետ։ Աղոթք արեք եւ լրիվ ուրիշ կյանք եք ապրելու։ Չեք ճանաչելու ձեզ, որովհետև Տիրոջ քաղցրությունը լցնելու է ձեր սիրտը։ Բայց հենց ընկակ սովորական դառնալու ճահիճի մեջ հոգնելու եք։ Այսօր չհոգնեք, վաղն եք հոգնելու։ Որովհետև Տիրոջ հետ ընթացքը ինքը ոնց որ արկածային մի ֆիլմ լինի, որտեղ գլխավոր հերոսը ամեն իշխանություն ունի ու դու իր հետ ես միշտ։ Ինքը ամենակարողն է, ինքը ամենաիմաստունն է ու դու իր հետ ես։ Պատկերացնում եք ինչ հրաշալի ընթացք կարող եք ունենալ։ Եթե ոչ միայն խոսքով լուսավորեք ձեր ճանապարհը, այլ աղոթքով մտերմանաք, զրուցեք եւ իրանից զորություն ընդունեք։ Որ աղոթում ես, կարելի է նաեւ հետո աղոթել, ինչ որ բանից հետո աղոթում ես ու ասում ես Տեր, ես այսօր եկա ծառայության, իմ պահվածքը քեզ հաճելի էր, քեզանից ինչ ընդունեցի, խնդրում եմ, եթե բան եմ բաց թողել ինձ ասա, զրուցեք Աստծու հետ։ Տեր Հիսուսը զրուցում էր, Իմիջիալոս 17-րդ գլուխը, որ վերջանում է, անմիջապես նույն պատմությունն է Հովհաննեսի ավետարանում, որովհետև 18-րդ գլուխը այսպես է սկսում. Հիսուսն այս ասելուց հետո իր աշակերտների հետ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը, այնտեղ մի պարտեզ կար, ուր մտավ ինքն ու իր աշակերտները, եւ Հիսուսին մատնողը Հուդան նույնպես գիտեր այդ պարտեզի մասին, եւ արդեն մնացած իրադարձություններն են շարադրվում։ Եթե սովորություն դարձնես Տեր Աստծու հետ զրուցելը, օրդ սկսիր նրա հետ, աղոթիր, որ փորձության մեջ չընկնես, աղոթիր, որ Աստված քեզ մարդիկ հանդիպեցնի, որ վկայես, աղոթիր, որ եթե գան իրավիճակներ, որ դու պիտի ուրանաս Քրիստոսին, չուրանաս, այլ հավատքդ այն քաջաբար դավանես, ոչ թե պաշտպանվես, այլ հարձակվես հոգևոր աշխարհում։ Աստծու խոսքն է հոգու սուրը։ Գիտեք, երբ որ Եփեսացիս
6-րդ գլխում նկարագրվում է սպառազինությունը, բոլորը պաշտպանողական են։ Միայն մեկ բան կա՝ հոգու սուրը, որ Աստծո խոսքն է։ Եվ մենք պիտի խոսենք, բայց որտեղից մեզ զորություն այս աշխարհին խոսելու։ Ինչ անում, երբ որ ես աղոթում եմ, ասում եմ, Տեր, հանդիպացրու ինձ գոնե մեկին, որ այսօր վկայեմ քո մասին, ինչա տեղի ունենում։ Ես չգիտեմ ինչպես, բայց ես գիտեմ, որ Աստված լսում է աղոթքները։ Աստված լսում է իրեն անկեղծ սրտով կանչողների աղոթքները։ Եվ մեկ պատնեշ կա մարդու եւ Աստծո միջև, դա մեր մեղքերն են։ Եվ այսօր ամենամեծ մեղքերից մեկը կարա լինի սուրբ բանին սովորական վերաբերմունքը։ Մեր պաշտամունքը սուրբ պաշտամունքը։ Ոչ թե որ մենք ենք իրան պաշտում, այլ որ ինքը այստեղ ներկա է։ Աղոթիր, որ զորություն ընդունես քայլելու նրա խոսքի մեջ։ Աղոթիր, որ հավատարիմ մնաս մինչև վերջին շունչդ։ Աղոթիր, որ քո հարազատները ապաշխարեն։ Աղոթիր, որ ձեռք տնես ու մարդիկ բժշկություն ընդունեն, որ վկայություն լինի Աստծո զորության։ Աղոթիր։ Հիշենք Տեր Հիսուսի հարցը. 1 ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։ Եվ դա չէր ասում իր համար, դա ասում էր մեր համար։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր։ Մենք քո կարիքն ունենք եւ եկեղեցին կարիք ունի աստվածավախությամբ քո հոգով լցված մարդկանց, ովքեր չեն ընկնի սովորականի ծանծաղուտը, ովքեր չեն գնա այն ճանապարհով, որ հավատքը եւ հոգեվոր կյանքը դարձնում է սովորություն, այլ կենթանի հարաբերություն կունենան քեզ հետ, տերերի Տեր եւ թագավորների թագավոր։ Այս կյանքը գոլորշի է եւ շատ արագ անցնելու է ու մի օր ամենքս կանգնելու ենք քո առաջ հաշիվ տալու։ Եվ ուզում ենք այսօր խոսես մեր սրտերին, որ մենք հասկանանք քեզ ժամանակ տրամադրելու կարևորությունը, որ մենք հասկանանք քեզ հետ ժամանակ անցկացնելու կարևորությունը, որ մենք հասկանանք քեզ հետ պարզապես մեր սիրտը բացելու, քո առջև մեր սիրտը բացելու եւ քեզ հետ զրուցելու կարևորությունը։ Դու հայր ես, որ սպասում ես քո զավակներին։ Օգնիր մեզ հասկանանք աղոթքի կարևորությունը եւ ոչ միայն հասկանանք հերթական կերպով, որ խոսք գա մեր կյանքում, որ իմանանք նաեւ այս ճշմարտությունը, այլ զորություն գա մեր կյանքերում փոխվելու եւ քո կամքի համեմատ քո աշակերտները լինելու, որ քո խոսքերը հիշենք անդադար աղոթել, որ քո հոգով գրված խոսքերը հիշենք ամեն բանից առաջ աղոթել։ Օգնիր մեզ Տեր եւ շնորհակալ ենք այս հարցերի համար եւ թող ամեն մեկս որպես քո աշակերտ այսօր այդ հարցը լսի քո շուրթերից ուղված իրեն եւ պատասխանի այս հարցին ապաշխարությամբ։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։